Okay, Ժորժան, սկսեցինք ամենաիմ սիրած ուտելիքներից մեկն է garlic bread, այսինքն սխտորի հաց։ Բավական համով, արագ, շատ շուտ պատրաստվող ինքը նախ ուտեստ կամ ուտեստ, որը որ կուզենաք կոչեք այստեղ, բավական ինքը ճանաչված ու շատ համով ամերիկացիների սիրած ուտելիքներից մեկն է։ Ուրեմն վերցնում ենք մոտավորապես 100 գրամի չափ կարակ, կարակը դնում ենք հալելու գազօջախի վրա, այդ ընթացքում մենք մեր սխտորը կճզմենք։ Մեզ հարկավոր է լինելու մոտավորապես 4-ից 5 հատիկ ատամ սխտոր եւ հարկավոր է լինելու մաղադանոս։ Մաղադանոսի կոթերը չենք օգտագործում, կտրատեի ես թափել եմ արդեն, ինչ պետք է ընդամենը մաղադանոսի տերևների հատվածը։ Կարակը այնտեղ հալվում այս ընթացքում։ Հլը ասեք տենամ դուք եք պատրաստում սխտորով հաց ձեր մոտ, որտեղ որ դուք գտնվում եք, որ երկրում որ կլինեք։ Այստեղ մեր մոտ շատ ընդունված է դա ու շատ համով է, միջալոց ասեմ, անպայման կփորձեք, բարդ չի, ինքը շատ հեշտ պատրաստվող, նախ ուտեստ երևի կարամ ասեմ ավելի շուտ, չեմ կարա ասեմ, որ ինքը սալաթ է կամ ինչ-որ մի բան է, ճաշա չէ, նախ ուտեստ է։ Ես առանձին հիմա դնում եմ սխտորներ, կարակը այս ընթացքում հալվում է, որ քիչ հետո պետք է արդեն ավելացնենք կարակի մեջ։ Կարակը գերադասելի է, որ օգտագործեք salted butter, այսինքն աղի կարակ, բայց եթե աղի չի, ուրեմն դուք պետք է աղ ավելացնեք, ոնց որ հիմա ես եմ անելու։ Իմ մոտ առանց աղինա պետք է ավելացնեմ աղ, մի փոքրիկ կարակին։ Okay, ես մի փոքրիկ հիմա աղ կավելացնեմ, որտեվ ինքը համով է, եթե աղով է լինում, բավական համով է լինում։ Այնուհետև կավելացնեմ սխտորը։ Պետք է աշխատենք սխտորը չվառվի, գույշ պետք է լինենք, որտև որ վառվեց, արդեն էլ լավ չի լինելու։ Եվ մաղադանոսը բնականաբար։ Եվ մաքսիմում 2 րոպե է, երբելու ոչ ավել։ Okay, անջատեցինք։ Սա ընդհանուր իր տևողությունն էր։ Վերջ, հիմա գնանք հետ մեր հացերի մոտ։ Okay, Ժորժան, հետ եկանք մենք արդեն, so մեզ հարկավոր է լինելու French bread կամ բագետի, ոնց որ կուզեք կանչեք դրան, եւ մեզ իհարկե հարկավոր է լինելու մեր սխտորի կարակը արդեն սարքած։ Okay, Ժորժան, շատ արագ հիմա անցնեմ վրան քսելուն։ Այսպես, մոտիկ բերեմ, որ տեղը տեսնեք։ Okay, ջեռոցը տաքացնելու ենք 350 աստիճան Fahrenheit եւ 176 աստիճան Celsius-ով։ Ճիշտ եմ։ Ճիշտ եմ։ Եվ ընդամենը եփվելու է 4-ից 5 րոպե, ոչ ավել։ Բայց շատ համով մի բան է, որ անպայման կուտեք ու խնդրում եմ պատրաստեք, թխելու բան չկա, ոչ ման չկա, ընդամենը պետք է կարակը, սխտորը եւ մաղադանոսը, էտա իրար հետ պատրաստեք, վերջում ամենավերջում ավելացնելու ենք parmesan cheese,
հայերեն չգիտեմ այս պանրի անունը, փարվաժան է ինքը կոչում, եւ շատ փոքրիկ էլ ավելացնելու եմ մոցարելա պանիր վրան ու դնելու եմ ջեռոցը, ընդամենը 4-5 րոպե, that's it, ոչ ավել։ Ահա, պատրաստ է մեր մոտ։ Սա է մեր փարմեժան չիզը, եթե պարզ ելնելու համար ընտրեմ ցույց տամ։ Ցանում ենք վրան։ Եթե թարմը ունեք, որ կտրատելով է, կարող եք սյորկա անել թարմը ավելի լավ, եթե ունեք թարմը։ Ես չունեմ, ես ունեմ այսպես։ Որն է լինի, այն էլ լավ է։ Եվ մի փոքր էլ մոցարելա պանիր։ Արդեն իմ մոտ աղացված վիճակով է էլի սյորկած։ Գնաց ջեռոց։ Ահա եւ վերջ, հարազատներս, պատրաստ է։ Okay, հարազատներս, պատրաստ է։ Օհ, նենց անուշ հոտ է գալի։ Անտիժ, որ ինձ թողեն ամբողջ կյանքում երևի սա կուտեմ։ Շատ համով է, անպայման դուք էլ պատրաստ եք։